Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Սահմանազատման հետ կապված են ինչ տեղի է ունենում, դա հրապարակային կոմունիկացվում է, այսինքն եթե հաղորդագրություն չի եղել պաշտոնական, նշանակում է որևէ նոր զարգացում չկա։ Ինչ վերաբերում է անկլավների թեմային, էքսկլավ անկլավի թեմային, դրա մասին ես խոսել եմ, այդ թվում նախընտրական շրջանում, եւ մենք պետքա բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք, եւ ելի ասում եմ, ուզում եմ հիշեցնել, որ մենք նույնպես այդ թեմայով մեղմ ասած շահագրգռություն ունենք, որովհետև Արցախաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է Հայաստան համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների։ Այսինքն, եթե օրինակ ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետքա գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասել, որ մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում արտաքին օգտագործմամբ չկիրառվի։ Հարցը կա, հարցը պետքա հասցեագրվի։ Այն համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի եւ այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում։ Չէ, դե տեսեք հիմա ինչ կա տարբերակ, այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Տարբերակ 1, որ տարածքը որևէ անկլավի կամ էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք եւ տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Այսինքն դրա պրոցեդուրաներն են նախատեսված եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ սահմանված կարգով մենք պետքա բան անենք, պետքա այդ թեմային անդրադառնանք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ հետեւյալ խնդիրը կա, նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել, ես օրինակ այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում այդ նրբությունը նկատեցի, որ օրինակ Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արցախաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմաթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում այն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության։ Բայց այս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում ես օրինակ ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիս ու կես առաջ եմ դրա մասին իմացել, որ օրինակ Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է, Արցախաշենը առանձին նշված է ուրիշ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Նույնն էլ անձնագրերի մեջ է, այդ նույն կերպով արտահայտված։ Այսինքն դե յուրե չպատկանող։ Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ այնտեղ մարդիկ են նույնիսկ ապրում, երևի, շատ հստակ տեղեկություն չունեմ, բայց սա փաստ է, որը շատ էական է, այդ թվում մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս։ Որովհետեւ մենք պետքա հասկանանք նաեւ, որ սա կարևոր նրբություն ունեցող հարց է, որը հետեւյալն է ազդարարում։ Մենք պետքա ոչ թե առաջնորդվենք ընտրամբանությամբ
որ ով ինչ բան արելա վերահսկողության տակ, այդ նշանակում է Իրանը պատկանում, այլ մենք պետք է առաջնորդվենք խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ։ Այն ինչ որ դե յուրե համաձայն քարտեզների, հերթապահություն անցած քարտեզների, այսինքն դե յուրե խորհրդային միության վերջին նշանակության քարտեզների, որը ում պատկանում է, այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Այլ բան, որ այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը արդեն ունի պարտադիր իրավական ուժ երկու երկրներում, մենք կարող ենք համաձայնությամբ սահմանի օպտիմալացումներ իրականացնել։ Օրինակ հիմա երկուսս էլ ունենք նման իրավիճակ։ Օրինակ մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է խորհրդային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Ընդ որում այստեղ նրբությունն է նա, որ դրանք իրավիճակներ են, որովհետև ասենք օրինակ Ադրբեջանի դեպքում կարող է պարզվի, որ այդ գյուղերը կարող են ընդհանրապես կտրվել եւ ոչ մի ճանապարհ չունենան։ Այսինքն սրանք իրավիճակն է, հասկանում եք, խաղաղության տրամաբանությունը ուրիշ բան է, կոնֆլիկտի տրամաբանությունը ուրիշ բան է։ Եթե մենք գնում ենք կոնֆլիկտի տրամաբանությամբ, կոնֆլիկտի տրամաբանությունն է նա, որ ով ինչ վերցրեց Իրանն է։ Բայց մենք հրաժարվել ենք այդ տրամաբանությունից, մենք ասում ենք այն ինչ որ 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա, ես դրա մասին տասնյակ անգամներով խոսել եմ, այդ թվում նաև նախընտրական շրջանում քաղաքացիների հարցերին պատասխան անդրադարձել եմ։ Հայաստանի անկախ հանրապետությունը ճշգրիտ տարածքը, ճշգրիտ նույնական է խորհրդային հայկական ԽՍՀ տարածքի հետ 29743 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանի տարածքներ ճշգրիտ նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։